երբ որ այդ կարագի սկանդալը եղավ եւ բոլոր կաթի գործարանները փակվեցին, Հայաստանը իբր Ռուսաստան ահռելի քանակով կարագ էր տալիս եւ Ռուսաստանը մի օր ասաց, որ դուք այդքան կով չունեք, այդ կաթով եկան, ստուգեցին, տեսան, որ Պարսկաստանից կարագը ներմուծում են, փաթեթավորում են եւ ուղարկում են։ Հիմա երրորդ երկրից է, հա, բերվել այդ զենքը ձեր Հայաստանը զենք ունի, որ արդյունահանում է, ոչ, դա սուտ է, դա ռազմական գաղտնիք չի, այդ քանակությամբ զենք ենք արտադրում, որ եթե նույնիսկ խոսքը գնում է անօթաչուների մասին, մենք ուղղակի հավաքում ենք, չենք արտադրում։ Ուղղակի հավաքում ենք, մենք չիպի արտադրություն չունենք, բարձր տեխնոլոգիաներ չունենք, այսինքն մի երկու հոգի իրանց բարեկամներից պնեի, եթե հետևես Զոնքաչ Փեսա մեկի անունով ՍՊ-ն բացել եւ հավաքում են ստորգետնյա արտադրություն չունենք, զենքի արտադրությունը պետք է լինի ստորգետնյա եւ դա իհոր հասկանում եք դարը դարձել է այնպես մանավանդ այս իշխանության օրոք որ ստում են եւ ստուգելու հնարավորություն չունես եւ նրանք օգտվում են դրանից